Երևանի ժամանակով զրուցաշարն է, Ֆակտոր TV եթերում բարև ձեզ մեր զրուցակիցը այսօր ճարտարապետ Ասլան Մխիթարյանն է, ողջույն պարոն Մխիթարյան։ Բարև ձեզ։ Պարոն Մխիթարյան, Երևանի Սարյան փողոցում Հայփոստի վարչական մասնաշենքի փոխարեն արդեն նախկին նախատեսվում է 50 հարկանի երկնաքեր կառուցել։ Մենք գիտենք, որ Սարյան փողոցը առանց այդ էլ խցանումներով, այսպես լի փողոց է, եւ նաեւ հասկանալի է, որ այստեղ պետք է հսկայական ավտոկայանատեղի կառուցվի։ Ինչպես եք դուք որպես ճարտարապետ օրինակ տեսնում այս հարցի լուծումը։ Ընդհանրապես բարձրահարկ շենքերի նկատմամբ ես ունեմ ճիշտ ասած բացասական կարծիք Երևան քաղաքի համար։ Իսկ ինչ վերաբերում է նման առաջարկին եւ Սարյան փողոցը այնքան ծանրաբեռնված էր, որ սարքեցին միակողմանին, բայց հարցը չլուծվեց։ Նա մնաց նույնպես շատ ծանրաբեռնված մի մայրուղի։ Եվ գիտեք ինչ, կա նաեւ կոնդի վերաբերյալ 30 տարի արվում է նախագիծ, որ վերանորոգվի կոնդը եւ ստանա ավելի լավ իմաստ եւ լինի պատմական եւ լինի ժամանակակից, բայց այդ խնդիրը ինչու է միշտ լուծում ստանում տենց մասնակի բաներով եւ միշտ քաղաքում այդպես մասնակի հարցեր են լուծվում, ոչ թե խնդիրը նայվում է ավելի ընդհանուր։ Ինչ վերաբերում է կոնկրետ այդ շենքին, մի քիչ ինձ համար անհասկանալի է։ Առաջին այդ խնդիրը տակում ունենք մենք ստորգետնյա անցումներ դեպի մանկական երկաթուղի եւ տրամաբանորեն դուրս է գալի, որ եթե պետք է այդտեղ մեքենաներ գան, ուրեմն պետք է ներքևը պատրաստվի ավտոտնակներ, բայց այդ ավտոտնակները որտեղից պետք է մտնեն գլխավոր պողոտայից, բայց իմ կարծիքը բացասական է, խիստ բացասական է նման տեղ ունենալ։ Այսինքն դուք եւս կանխատեսում եք, որ խցանումները ել ավելի են շատանալու։ Իհարկե, բա այդ մեքենաները որտեղ են կանգնելու։ Այդ մեքենաների մենակ հոսքը չի, իրանց սպասարկումը, շենքի սպասարկումը, ինչի հաշվին է լինելու 50 հարկանի շենքը այդտեղ բավականին մեծ խնդիրներ է լուծելու, թե տրանսպորտի հետ կապված, թե կոմունիկացիաների հետ կապված, թե մատակարարման հետ կապված 50 հարկանի շենքում կարող է լինել ռեստորաններ, օֆիսներ, չէ, մարդիկ պետք է գան, առանց էլ այդ փողոցը սնունդի կետ է դառել, եւ այդ խնդիրները ոնց պետք է լինի։ Կոնկրետ այդ դիրքում, այդ փողոցի վրա 50 հարկանի կոնկրետ շենքի կառուցումը դուք չեք պատկերացնում, թե առհասարակ Երևան։ Ես չեմ տեսնում իմաստը ընդհանրապես քաղաքում այն երկու շենք կառուցեցին Համալիրի մոտակայքում, Մոնտեփողոցի համակարգում, իրանք ոչինչ չեն ասում, քաղաքին ոչ մի բանով չեն օգնում։ Եվ էլ չեմ ասում, որ վթարի դեպքում այսօր նոր ցույց տվեցին Գոնկոնգում այրվել է մի շենք, որը 400 բնակարան, 40 հոգի արդեն դուժած կա, բայց հրդեհը դրանք են կողմ, բայց մենք գոտում ենք, որ երկրաշարժը 88 թվականի երկրաշարժը շատ արագ ենք բանանում մոռացան տալիս, սեյսմիկ գոտի է եւ կարող է կրկնվի եւ մենք այդպիսի հնարավորություն, ասենք հակահրդեհային մենք ունենք, 16 հարկանի շենքի համար չունենք։ Մենք 50 հարկանի շենքը եթե հանգած հրդեհվեց, ոնց ենք այդ մարդկանց փրկելու, ոնց ենք այդ խնդիրները լուծելու։ Էլ չեմ ասում երկրաշարժի դեպքում ինչեր կարող է լինել։ Մասնագետները նաև մտահոգված են, որ այդ 50 հարկանի համալիրի կառուցումը ռիսկի է ենթարկում Երևանի գլխավոր պողոտան Հրազդանի կիրճին կապող թունելները։ Թամանյանի նախագծով այդ թունելները նախատեսված էին, որպեսզի երևանցիներին ծառայեին որպես ավելի կարճ ճանապարհ դեպի կիրճի հանգստի գոտիները, ապահովեին օդափոխություն։ Թունելների մասով ինչ կասեք։ Հենց այդ մտավախությունը հենց դա է, որ թունելների վրա է կառուցվում այդ կառույցը նախատեսվում։ Ուրեմն նա գոյություն էլ չեն կարող ունենալ, որովհետև չգիտենք այնտեղ գրունտեր ինչպիսի գրունտային հոսքեր կան, ինչպիսի է այդտեղ գեոֆիզիկան եւ
Դա ես չեմ ասում աշխատանքների կազմակերպումը այդ թեքահարթակի վրա ոնց են իրականացնելու, ոնց են այդ ամեն ինչը կառուցելու, չխցանելով Սարյան փողոցը, չխցանելով կողքի բնակիչների նիզնուկացը, այսպես ասած։ Չգիտեմ ինչն է, որ մեզ տենց այնքան քաղաքներ կան շատ գեղեցիկ, որոնք չունեն բարձրահարկ շենքեր, չունեն երկրաքերներ։ Եվ այդ քաղաքների հմայքը հենց դրանում է երևի։ Մենք ունենք աղտոտված այսօր քաղաք, ունենք ցածր քանակի կանաչապատումները կամաց վերանում են, եւ ունենք, չգիտեմ ինչի, տենց մոլուցկի նման ձգտում բնակելի շենքերի անվերջ շինարարություն, որը որևէ օգուտ չի տալի քաղաքին։ Սարի թաղը մնում է Սարի թաղ, Պասկևիչի բլուրը մնում է Պասկևիչի բլուր, Կոնդը մնում է Կոնդ, ում համար ենք դա կառուցում։ Ես չեմ կարող պատկերացնեմ, եթե ինչ-որ մարդիկ պետք է գան մեր քաղաքում ապրեն, գոնե իմանանք ով են, ում ենք սպասում։ Պարոն Մխիթարյան, նախորդ անգամ մենք մեր զրույցի ընթացքում խոսեցինք Կասկադի արդիականացման թեմայի շուրջ։ Հետաքրքիր է այս ընթացքում, երբ որ Կասկադի կառուցապատման ծրագիրը արդեն մտել է գործնական փուլ, ձեզնից որպես համահեղինակ, ի վերջո ինչ-որ կարծիք հարցրեցին, թե ոչ ձեր կարծիքը լսեցին, ձեր զգուշացումները եւ այս փուլում արդեն ձեր ամենամեծ մտահոգությունը ո՞րն է։ Գիտեք ինչ, այդ արդիականացում ես երկու բան կարամ ասեմ, օրինակ քաղաքապետարանի շենքը արդիական է, թե արդիական չի։ Մեկ հարց, մեր հրապարակը արդիական է, թե արդիական չի։ Կասկադը արդիական է, թե արդիական չի։ Իսկ այն մնացած է 25 տարում, որ սարքել է, դրանցից ո՞րն է արդիական։ Կամ այդ ֆրանսիացու ճարտարապետության արդիականը ո՞րն է։ 100 հատ տենց շինություններ կա, ոնց որ մեծացրած մի հատ վիլլա լինի, ծովի ափին բերել են, դրել են, ոչ մի բանի հետ կապված չի։ Ոչ Կասկադի հետ, ոչ օպերայի հետ, ոչ վերևի հուշարձանի հետ, պարզապես մի հատ նախագիծ է։ Ոչ արվեստ կա տեղ, ոչ ինչ-որ մտահաղացում կա, որ եղածը շարունակվի։ Այդ գորգի գաղափարը, որ վերևից իջնում էր դեպի օպերա, դեպի Թամանյանի արձան, եւ նախագիծ կա մեր կողմից արած եւ պուրակնել էր արվում այդպես ավելի նույն ոճով, նույն ճարտարապետությունով եւ ջրային մակերեսներ էր ուլունքի նման գնում մինչեւ Սարյան փողոց։ Ես չգիտեմ ինչն է բանանում, որ մենք ուզում ենք ինչ-որ մեկին նմանվենք եւ այդ մեր նմանվելը ճարտարապետության մեջ միշտ մի 30 տարի ուշացած բանը բերում ենք, ասում ենք, ախ, տեսեք, ես ինչ լավն է։ Դա լավը կլիներ այդ ծնական թվականներին նման մոտեցում, բայց հիմա եթե Կասկադը կա, ժողովրդի կողմից ընդունվել է եւ այդ կապը քաղաքացիների ոչ թե զբոսաշրջիկների վերևից ներքև կապը հաղթանակի այգու հետ կենտրոնի եւ Արաբկիր Զեյթունի կապը կենտրոնի հետ մարդիկ հետիոտն բարձանում իջնում են այս վիճակում հետո այդ բանը մենք նախատեսում ենք ժամանակակից արվեստի ոչ միայն թանգարան, այլ ցուցասրահներ լիներ, ճարտարապետական թանգարանը տեղափոխվեր այնտեղ, լիներ մի միջավայր, կոմպյուտերային բաներ լինեին, որ մարդիկ կարողանային ծանոթանային սպորտի եւ արվեստի նորությունների հետ, կարողանային այնտեղ դահլիճներում օգտագործեին, լիներ մի հատ մշակութային կենտրոն, ինչ են դրանք խոսափում, ինչի են ամեն ինչը բերում սննդի օբյեկտի։ Էդ էլ կարող է լինի, եթե դա լինի, նա էլ կլինի, բայց ոչ թե դա լինի, են մնացածը տենց տակում է։
Իսկ այն շենքերը, որոնք կկառուցվեն այս նախագծում։ Այն ինչ որ էլի նույն բանն է, ուզում են բազմահարկ շենքներ դնեն, այդ կանաչապատ գոտին լրիվ հավերեն, այնտեղ լիցք կա եւ այնտեղ նույնպես շինարարությունը շատ էլի խցանումներ առաջացնելու, առանց այդ Սարալանջ փողոցը շատ խցանված փողոց է, առավոտները շատ դժվար է քաղաքի կենտրոնի շնել, իսկ այդ շենքերի ժողովուրդը ուր պետք է գնա։ Որ շենքերի մի փոքր պարզաբանենք, հա, հերթամիտողների համար։ Որ շենքերի մասին։ Բնակելի շենքերը նախատեսվում աջ կողմի բանից, Մատենադարանից դեպի ձախ, Կասկադից դեպի աջ հատվածում բավականին բարձր ռելիեֆի վրա բարձրակ շենքեր դնելը եւ նրանց բնակիչներին դեպի կենտրոն եւ դեպի քաղաք ուղեկցելը տրանսպորտային որևէ ճանապարհներ չկա։ Եվ էլի բերում են ինչ-որ որոշակի խցանումներ, ես չեմ հասկանում, մենք խուսափում ենք կանաչի գոտի ունենալ մեր քաղաքում։ Դա ամենից հնարավոր էր, մենք այդպես Սարալանջը այդպես կառուցապատեցինք, հնարավոր էր այդ գոտին ունենալ կանաչապատ գեղեցիկ հանգստի գոտի։ Վերելակներով սանդուղներով բարձրացանք, շարժասանդուղներով բարձրացանք, այդտեղ ժողովուրդը կարենար կենտրոնի մի քիչ օդ շնչեր, մի քիչ իրեն զգար, որ այս քաղաքը իր նկատմամբ ինչ-որ վերաբերմունք ունի եւ հոգատար է։ Իդեպ կանաչի մասով Նորքի բարձունքում նախկինում մենք ունեինք անտառներ եւ դա Երևանի թոքերն էր, որը ժամանակի ընթացքում մենք կորցրինք, հետո մեծ թվով ծառեր կորցրինք օղակաձև զբոսայգում, բուսաբանական այգում։ Երևանում այս կանաչ տարածքների խնդիրը ինչպես պետք է լուծվի։ Դե Թամանյանը 26 թվականի նախագիծը անելուց եկել է մի փոշոտ քաղաք, որտեղ կանաչը շատ պակաս քանակի էր եւ իրեն առաջարկով է այս Սարալանջը եւ հիմիկվա աշտարակի այդ միջավայրը Նորքի վերև այսպես ասած կանաչապատվել։ Հիմա մենք 100 տարի հետո այդ կանաչը մենք ոչինչ հաշտում ենք, ոչինչ չտալով քաղաքին, ոչինչ չտալով։ Այսօր օդը շատ վատն է, շնչելը շատ դժվար է։ Այո, դրան կանդրադառնանք փոշու։ Հա, քաղաքի բնակելի տներն էլ զարմանալիորեն ոչ պիտանի են ապրելու ինչ տեսակետից, որովհետև այդտեղ կանաչ չկա, բակեր չկա։ Երեխաները շատ բնակարաններ նայում են հուսիս, միակողմանի բան ունեն, կողմնորոշում ունեն, որը շատ առանց արև մեր քաղաքում չի կարելի։ Եվ դա այդ այսպես ասած, այդ ոչ առողջ միջավայրը մենք շարունակում ենք նույն ձևի աղտոտել, ցավոք սրտի։ Խաղահրապարակներ էլ չէ, չունենք երեխաներ։ Մոռացեք, տենց բաներ չկա, քաղաքի դպրոցները, որոնք մենք այսօր ունենք, այնտեղ խաղահրապարակ բացի նրանից, որ չկա, սպորտի դահլիճներ էլ չկա, երեխաները սպորտով չեն զբաղվում։ Եվ չեն ստանում այն լիաթոք, այն երեխային արժեք ունեցող թե կրթություն, թե առողջապահության վերաբերմունք, որ վաղը մյուս օրը կարողանան ստանան եւ դառնալ այն մարդիկ, այն հայերը, որոնցով մենք ուզում ենք հպարտանալ։ 99 տարեկան մահացավ մեր ֆուտբոլիստներից մեկը Նիկիտա Սիմոնյան 99 տարի ապրեց։ Մեր քաղաքում այդքան չէր ապրի։ Ցավոք սրտի։ Տեսեք, կանաչ գոտիների այսպես կորստի մասին խոսեցինք, դա շատ ուղիղ կապ ունի այս փոշու հետ, որը մենք ամեն օր շնչում ենք Երևանում եւ իդեպ ասեմ, որ փոշու եւ ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, հատկապես վերջին օրերին եւ Երևանի քաղաքապետը անդրադառնալով մայրաքաղաքում օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներին նշել է, որ դա պայմանավորված է առավելապես աշխարհագրական գործոններով, օդային զանգվածների շրջանառություն, չոր անտիցիկլոնային եղանակ եւ այլն։ Ձեր բացատրությունը, ձեր մեկնաբանությունը Չկա այդտեղ մեկնաբանություն, դա այտենց
իսկ դա այդ անտիցիկլոնային բաները շատ են ազդում սովետաշենի աղբավայրի վրա, հա, թե տենց իրանք անցնելու են աղբավայրը մնա, չէ, այդ առաջ փողոցները լվանում էին, ջրում էին, ամառը մաքրում էին, հիմա դա ինչ-որ այլ կերպ են նայում քաղաքին, ես ինչ ասեմ, վատ են նայում, և հնարավորություն չունեն լավ նայելու, որովհետև այդ մեքենաները սաղ փողոցներում կանգնած են, չեն կարական ջրի մեքենաները և պետք է աշխատեն, և այդ ջրի մեքենաներն էլ չկա, ջրի մեքենաները շատ արագ փոխեցին ժամանակին բենզին տեղափոխելու և բենզակայաններ դնելու քաղաքում, բայց դա 30 տարի առաջ էր, հիմա կարային նորից վերականգնային այդ մոտեցումը, հիմա այնպես է, որ անգամ ճանապարհին գիշերը գնում ես, դիմացինը իր լուսավորությունը չի պակասացնում, երբ որ մեքենա է տեսնում, առաջ այդպիսի բան չկար, то есть ինչ-որ մի բան փոխվել է այս քաղաքում, այս քաղաքացիների մոտ, որ բոլորը նենց ինչ-որ չի մտածում, որ լույսը մի քիչ բան անի, որ չայրի աչքերը, որ վթար չլինի։ Եթե վերադառնալու լինենք փոշու խնդրին, ինչու եկանք հասանք այս անգամ։ Որ մարդիկ արդեն բան են, փոշի են շնչում, ինձ թվում է իրանց հոգեբանությունն էլ տենց փոխվում է։ Ինչու փոշին այսքան ավելացավ, շինարարությունը, այդ կառուցապատման հսկայական ծավալներն էին պատճառը, կանաչ գոտիների պակասներ, ինչն էր։ Հենց դա էր։ Եվ շինարարությունը գնում է մի ուղղությամբ, մենակ ասֆալտ, բետոն և երեսապատում։ Ոչ թե այգիներ են պատրաստվում, ոչ թե ջրային տարածքներ են պատրաստվում։ Այդ բոլորը սաղ էկոլոգիա է, չէ, որը փչացնում ենք և շարունակում ենք փչացնել։ Ես օրինակ չեմ պատկերացնում, նայեք, տեսեք, Բյուրեղ թաղամաս, Դեֆանս թաղամաս, էլի այնտեղ ինչ-որ էլի 3-4 հատ թաղամաս։ Մեր բնակչությունը ցավոք սրտի չի աճում։ Եթե ասենք, թե Ուզբեկիստանը 30 տարում 25 միլիոնից դարել են 35 միլիոն, մենք 3.5 միլիոնից դարել ենք 2.5 միլիոն։ Եվ մենք ինչի ենք բոլորին բերում մեր քաղաքը տենց, ասեմ, то есть կամաց մեր քաղաքը սարքում ենք ոչ բնակելի միջավայր, то есть մենք աղտոտում ենք, հասցնելու ենք այն աստիճանի, որ հիմա անձրև եկավ, մի օր կարում ենք տեսնենք Արարատը, մյուս օրը արդեն Արարատ չի երևում, որտեղ փոշին բարձրանում է և ստեղծում է նույն վիճակը, ինչպես Թամանյանը եկավ 25 թվականին Հայաստանում Երևան քաղաքը տեսավ, են էլ ինչ-որ իրանք մեր պապերը, մեր հայրերը կանաչապատեցին քաղաքը, մենք մեծ հաճույքով այդ կանաչապատվածից զրկում ենք ինքներս մեզ։ Այս իրավիճակում, որ հայտնվել ենք, փոշու դեմ ինչպես կարող ենք պայքարել։ Մի պահ դադարեցնենք շինարարությունը քաղաքում, մի պահ գոնե մի 5 տարով, վերանայենք կանաչապատման ծրագրերը, էկոլոգիայի ծրագրերը վերանայենք։ Տրանսպորտային հանգույցները, դե գիտեք ինչ, 7 տարի առաջ շատ բանով ասվեց, որ մենք պետք է շատ արագ կառուցենք մետրոյի կայաններ, անգամ մինչև օդանավակայան, բայց ցավոք սրտի ոչ մի հատ չի կառուցվում։ Տարի մեքենաների, նամանավանդ սեփական մեքենաների, անձնական մեքենաների քանակը ավելանում է։ Առանց կատալիզատորների մեքենաները տուգանելու հետ կապված գուցե պիտի մտածենք։ Չէ, տուգանելու, գիտեք, քաղաքներ կա, որ թույլ են տալի, որ մի օր քշեն զույգ համարները, մյուս օրը, ասենք, կենտ համարներ են, բայց հիմա մարդիկ կան, որ համեն մեքենան ունեն, համեն համարը մեքենան ունեն, և դրանով խնդիրը չի լուծվի, որտև քաղաքը ծանրաբեռնված է, գեր ծանրաբեռնված է նամանավանդ մեքենաներով և ավտոբուսներն էլ, գիտեք ինչ, դե չեն կարող մոտենան երևի կանգառներին, դրա համար 15 րոպեն մեկն են գալի և փրկություն չկա, կամ պետք է, ասենք, խնդրեմ, թե Նյու Յորքից բան վերցնել, որ ոչ միտեղ մեքենան իրավունք չունի կանգնել,
Բազմահարկ կամ երկրաքերները շատ արագ ընդօրինակում են, բայց այն ոնց է այնտեղ կազմակերպված։ Ավտոկայանատեղիների հարցը նկատի։ Այնտեղ չկա ավտոկայան, այնտեղ միայն տաքսիստներն են, չեն կարող կանգնեն, իրանք պետք է միշտ շարժվեն։ Իսկ ինչպես են լուծում այդ հարցը։ Տրանսպորտով։ Այդ նույն բանկիրները եւ նույն չինովնիկները, որոնք չունեն ավտոհանգրվաններ իրանց շենքերի տակ, տեղափոխվում են հասարակական տրանսպորտով։ Հասարակական տրանսպորտի խնդիրը կլուծվի, երբ որ քաղաքապետարանը եւ, ասենք, ազգային ժողովը տեղափոխվի հասարակական տրանսպորտ։ Դե մեր վարչապետը կոչ է անում հեծանիվ վարել։ Հեծանիվի համար էլ պայմաններ է պետք ստեղծել։ Հեծանվուղիներ չունենք։ Չէ, ուղիներ չենք կարող ունենալ։ Հեծանուղիներ լինում են հարթ տարածքում։ Մեր պայմաններում, մեր ռելիեֆի վրա շատ բարդ է։ Պետք է սպորտսմեններ լինեն բոլորը։ Սպորտի համար էլ պայմաններ չկան, երեխաները սպորտով զբաղվեն, որ լինեն տենց մարզված։ Այսինքն մեր քաղաքը, հա, իր ռելիեֆով թույլ չի տալիս, որ շատ բարդ է։ Հա, իջակ, ասենք վերևից իջակ, բայց հետո ոնց եք հետ գնալու հեծանիվով։ դե կարող են օրինակ կախիչներ ստեղծել ավտոբուսների մեջ եւ հեծանիվը դնել ավտոբուսի մեջ ու բարձրացնել։ Բայց մենք չունենք այդ կախիչները, օրինակ, մեր տրանսպորտն էլ պատրաստ չի դրան։ Միտքը հետաքրքիր է։ Մարդիկ կարող են տրանսպորտ նստեն, որ հիմա մի հատ էլ հեծանիվ հետները։ Վարդագույն Երևանը վերականգնելու ինչ շանսեր կան այսօր։ Մի հատ քաղաքը պետք է լվալ առաջինը, բայց չեն լվանում, ոնց են անում, բալգարկայով թրաշում են։ Դոյս այն ինչ որ մնացել է, նայել են բանանում, էլի փչացնում։ Լվալա պետք քաղաք։ Օրինակ կասկադնել է լվալ պետք։ Ոչ թե բռնել ինչ որ բանով մաքրել, լվալա պետք։ Ֆրանսիայում իրանց բոլոր սպիտակ քարից, այսպես ասած, եկեղեցիները իրանք 3 տարին, 2 տարին իրանց մոտ էլ մեքենաների քանակը շատ է, ասենք Փարիզում մաքրում են, լվանում են, որ տարիքը բանջարը չփոխվի, այն տեղեր կա, որ թողում են, որ երևա, որ այս դարերի փոշիա, դարերի բան անստած, բայց նյութ կան այդպեսին, որը մեր կասկադն էլ կարելի է լվալ, բայց պետքա տեր լինի, պետքա քաղաքը պահանջ ունենա, քաղաքը պետքա պահանջի։ Քաղաքը այսօր զբաղված է հողահատկացումներով, բայց հողահատկացումը հենց հողահատկացումը ստացավ պատվիրատուն, արդեն պատվիրատուն է քաղաքի տերը, տենց չի կարելի։ Օրինակ այդ օրինակը բերենք, օրինակ շատ գեղեցիկ հրապարակ էր կինո Մոսկվա, Երևան հյուրանոց, պատկերասրահ, նկարիչների միության եւ հանգարցակի տենց մեծ ծավալ։ Այդ ծավալը քաղաքին չի օգնում, այդ հրապարակին ճնշում է։ Բայց դա քաղաքը չի որոշել, դա որոշել է պատվիրատուն, հասկանում եք, եւ տենց մի քանի դեպքեր կա, որ քաղաքը պետք է տիրություն անի քաղաքը մենակ հող հատկացում չի, մեծ բարդություններով, քաղաքը նաեւ քաղաքին տիրություն անելն է, եթե հատկացումը մի հատ մեծ զանգված կանաչապատման հնարավորություն ունեցող շինարարության տակ բարձրահարկ պետք է մտածի, բա այս ճանապարհները, բա կոմունիկացիաները, բա մոտեցումները, բա բաները խցանում ենք մենք քաղաքին օգուտ ենք տալի, թե վնաս ենք տալի։ Այդ մոտեցումը բացակայում է։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Մխիթարյան։ Ես եմ շնորհակալ, բայց մեր զրույցի արդյունքները միշտ մնում են տենց։ Հուսանք արդյունքներ կունենա մեր զրույցը։ Իսկ ես հիշեցնեմ, որ Երևանի ժամանակով զրուցաշարներ Ֆակտոր TV եթերում կհանդիպենք։